Ինչպես ճիշտ կատարել էլեկտրասրտագրությունը, նույն ինքը EKG-ն։ Վերցնում ենք նախապես ախտահանված էլեկտրոդները։ Նախ մենք ունենք վերջութային և կրծքային էլեկտրոդներ, որպեսզի ստանանք ճիշտ EKG-ի պատկեր, էլեկտրոդները պետք է տեղադրվեն համապատասխան վայրերում։ Վերջութային էլեկտրոդները 4-ն են, որոնք ներկայացված են 4 տարբեր երանգներով։ Կանաչ էլեկտրոդը նախատեսված է ձախ ոտքի համար, սևը աջ ոտքի, կարմիրը աջ ձեռքի, իսկ դեղինը ձախ ձեռքի համար։ Ինչպես տեսնում եք, ամրակների մի կողմում առկա է մետաղական մակերես։ Նախքան ամրակները վերջույթին տեղադրելը, մետաղական մակերեսին ցողում ենք սովորական մաքուր ջուր։ Իսկ հիմա տեղադրենք կրծքային էլեկտրոդները։ Մենք ունենք հիմնական 6 կրծքային էլեկտրոդներ։ Անկախ անհրաժեշտությունից նաև կարող ենք տեղադրել V7, V8 և V9 էլեկտրոդները։ Հիմա կտեղադրենք V1-ից V6-ը։ V1-ը տեղադրում ենք կրծոսկրից աջ 4-րդ միջկողային տարածությունում։ V2-ը կրծոսկրից ձախ կրկին նույն հատվածում 4-րդ միջկողային տարածությունում։ V3-ը բաց ենք թողնում, այն պետք է տեղադրենք EKG-ի վերջում։ Այնուհետև V2-ից հետո տեղադրում ենք V4-ը։ V4-ը տեղադրում ենք ձախ միջին արակային գծով 5-րդ միջկողային տարածությունում։ Նրանից մի փոքր հեռավորության վրա առաջային անոթային գծով V5-ը և միջին անոթային գծով V6-ը։ Այնուհետև ամենավերջում տեղադրում ենք V3-ը, V2-ի և V4-ի կենտրոնում։ Մնում է էկրանին ստուգել ատամիկների ճշգրիտ առկայությունը և տպել EKG ժապավենը։